Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Բարոն Մամիջանյանը, ավարտվեց Սերժ Սարգսյանական և Քոչարյանական դեպքում մենամարտը, թե բացապես ժամանակավոր հրադադար։ Ես այդպիսի ձևակերպում չէի տա, երկար տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Սերժ Սարգսյանի անկուսակցական աջակիցները հանդուրժում էին Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող այս կամ այն վարձու կնոպկայով խոսացող և արարող գործիչների մանր հարձակումները, ինչ որ պահից սկսած, մենք այլևս դա հանդուրժելու համբերություն չունենք։ Մեզ մեկ սուտ ասողը կստանա 10 ճշմարիտ պատասխան։ Փառք մեր մասին բոլոր սուտ ասողների տակ այնքան կեղտ կա, որ անվերջ կարելի է դրա մասին խոսել։ Ուստի մենք չենք սա սկսել, մենք էլ չենք կարող ասել, թե երբ կավարտվի։ Պարոն Մամիջանյան, կարելի է ենթադրել, որ նաև Լսել եմ նորմալ էի հարցը։ Հետաքրքիր է, դուք չեք ասում, որ ձեր դեմ ապատեղեկատվություն կամ կեղծիք եք Նոր ասացի։ Դուք ասում եք մեր դեմ բան ասողին, մենք 10 Ուշադիր չէիք լսում, պարոն Կերեսյան։ Մեր մասին մեկ սուտ ասողին մենք 10 ճշմարտություն կասենք։ Նորմալ է դա թե ոչ, դա ահավոր է, բայց թող մտածեն դրա մասին նրանք, ովքեր դա սանձազերծ են։ Պարոն Մամիջանյան, մարդկանց էր վարձել, ասում եք վարձում, Պարոն Գերակոսյան, ես ինչքան ժամանակ ենք իրար հետ աշխատում ենք, ես եթե ինչ-որ մի բան ուզում եմ ասել, ասում եմ այնքան է, ինչքան ուզում եմ ասել։ հստակեցնել, որովհետև Ես արդեն պատասխանել եմ, պարոն Կերեսյան, որ Քոչարյանը Արդեն պատասխանել եմ։ Պարոն Մամիջանյան, Նոր քիչ առաջ Սիմոնյանը ասում էր, որ երբ որ բանակցություններից էինք խոսում Ադրբեջան-Հայաստան, ասում է ժամանակին մենք սխալ ենք մեզ պահել, որովհետև երբ որ հարձակվում էին նրա մեջ վրա, որ մենք բողոքում էինք աշխարհի, նշանակում ժամանակի սխալ պահված։ Տեսեք, ուրեմն երկու մասով պատասխանեմ էլի, մեկը որը շատ լայք է հավաքելու ու շատ view ու հետո բովանդակայինը։ Երևի պարոն Սիմոնյանը ճիշտ է։ Մենք ժամանակին սխալ էինք անում։ Երբ որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ Արցախի պաշտպանության բանակում գործում էր 1-ին 10 պատասխանելու սկզբունքը, որը կարևորագույն զսպող մեխանիզմներից էր։ Մենք սխալ էինք, պետք է իրանց պես ձեռքներս վեր բարձրացնեինք ու Փաշինյանի պես ասեինք՝ ուրա թուղթ տվեք ստորագրեմ, թուղթ տվեք ստորագրեմ, մենակ տվեք ստորագրեմ։ Երևի թե իրենք ճիշտ են 30 տարի բանակցել ու անել ամեն ինչ, որպեսզի արդյունքում հայանպաստ փաստաթղթեր, հայանպաստ դրույթներով եւ հայանպաստ ռելսերով ընթանան բանակցությունները կազանը ձեզ օրինակ, պետք էր այդպես չանել, պետք էր իրենց պես վեր կանալ ու ադրբեջանական թեզերը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի շենքից տարածել։ Երևի պետք էր Նիկոլ Փաշինյանի պես մաքուր ադրբեջանական թեզ, ՄԱԿ-ի 4 բանաձևերը, որոնք կապ չունեն բանակցային գործընթացից, դրանց մասին անընդհատ խոսել։ Երևի թե պետք էր Արարատ Միրզոյանի պես այնպիսի փաստաթուղթ, որը նույնիսկ Ադրբեջանը չի բերել, Ալմատայի համաձայնագիրը, որը կապ չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, որովհետև Լեռնային Ղարաբաղը այդ ժամանակ արդեն անկախացած էր օրենքի տարին համապատասխան Խորհրդային Միության սահմանադրության, երևի պետք է իրանց նման, իրանց պատկերացամբ վերեինք, ասեինք, տեսեք, այստեղ փաստաթուղթ կա, որը Ադրբեջանի շահերից է բխում։ Իսկ ինչ վերաբերում է միջազգային հանրությունը ինչ արձագանք էր տալի, ես ուզում եմ հիշեցնել իրենց ապրիլյան քառօրյա պատերազմը, որի ժամանակ Մինսկի խումբը, ոչ թե համանախագահները, Մինսկի խումբը, որի անդամ է հանդիսանում նաև Թուրքիան, հստակորեն ասել էին, որ անընդունելի է ագրեսիան Ադրբեջանի կողմից, իսկ 44 օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան փաստացի կողմ էր եւ Ադրբեջանի հետ պայքարում էր ագրեսիայի էր ենթարկում Արցախը եւ Հայաստանը, իսկ դրանից մի քանի ամիս առաջ դիվանագիտության Ռահվիրա Լիլիթ Մակունցը ասում էր, որ Թուրքիան հաստատ չի ներգրավվելու որևէ կոնֆլիկտի մեջ կամ միջազգային հանրության այլ արձագանքներից։ Մենք կնքում էինք Եվրոպայի հետ ՍԵՊԱ, որում հստակ նշվում էր 3 հիմնարար սկզբունքները, այդ թվում նաև ազգերի ինքնորոշման իրավունքը։ Իսկ իրանք եվրոպացիքին փորձում են խաբել փուչ մի օրինագծով, որը իրենից մեկ նախադասություն է ներկայացնում եւ նույնիսկ ազգային ժողովի իրավական տեխնիկայի համար պատասխանատու վարչությունը ասում է, որ սա օրենք չի, սա ուղղակի չի կարելի ընդունել։ Այդ փաստաթղթից բացի վնասից
որևէ բան լինել չի կարող եւ եւս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ մենք ենք հանդիսանում են քաղաքական ուժը, որը ժամանակին ՍԵՊԱ-ի բանակցություններն է տարել եւ հաջողությամբ կնքել, հենց այդ նույն ՍԵՊԱ-ն է հիմա հանդիսանում Հայաստանի եւ ԵՄ-ի միջև հարաբերությունները կարգավորող կարևորագույն փաստաթուղթը եւ 3 Պարույր Հովհաննիսյանը ԱԳՆ փոխնախարար ասում էր, որ իրանք ինչ որ բան են բանակցում, որը առաջին անգամ անվտանգության մասին հիշատակում է ունենալու Հայաստանի եւ ԵՄ-ի միջև։ Ես դրա մասին երեք գրել եմ իմ Facebook-յան էջում։ Թող բացի նորից նայի ՍԵՊԱ-ն, այնտեղ առանձին գլուխ ու վերնագիր կա անվտանգություն։ Մի հատ ներքինի մասով, այսինքն երկրի ներպետական անվտանգության հետ կապված, մի հատ էլ արտաքին անվտանգության հետ կապված, առանձին մաս է, այնպես որ այդ աննախադեպության մոլուցքը ես այս իշխանությունների չեմ հասկանում։ Պատասխանատի բոլորին։ Շատ շնորհակալություն։